Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Բարև ձեզ։ Փաստինֆո եթերում շարունակում ենք հետևել միջազգային իրադրությանը։ Ադրբեջանը փոխում է զենքի ձեռքբերման աշխարհագրությունը։ Սկսելով զենք ձեռք բերել այն երկրներից, որտեղից սկզբում դժվար էր պատկերացնել, թե նրանք կարող են զենք վաճառել Ադրբեջանին։ Խոսենք Չինաստանի մասին։ Եվ վերջերս Ադրբեջանը հայտարարում է, որ ձեռք է բերել նորագույն հոբ համակարգեր չինական արտադրության։ Սա առաջին դեպքն է կամ ապացուցված դեպքերից մեկն է, Չինաստանը զենք է վաճառել Ադրբեջանին։ Միշտ հայ-չինական հարաբերություններն են եղել նաև Չինաստանի համար առաջնահերթություն, նաև Հայաստանի հավասարակշռված քաղաքականության հետ կապված Թայվանի հարցում։ Բացի այդ, իր երկրում ունենալով ուйգուրական խնդիր, Չինաստանը միշտ էլ առանձնահատուկ ուշադրություն է դարձրել Հայաստանի հետ հարաբերություններին, հաշվի առնելով ինչ տարածաշրջանում է գտնվում մեր երկիրը եւ ինչ պետություններով է շրջապատված։ Բայց վերջին շրջանում Հայաստանի եւ Չինաստանի միջև հարաբերությունները կարծես թե որոշակի սառնություն են ապրում։ Միգուցե սա կապված է այն հանգամանքի հետ, որ 2020 թվականի հուլիսին Հայաստանը միացավ կրոնական ազատությունների խարտիային, որը հիշեցնեն ոչ այլ ինչ է, քան ուйգուրների իրավունքների պաշտպանության կազմակերպություն։ Շատ զարմանալիորեն այդ կազմակերպությանը մինչ օրս չեն անդամակցել թուրքախոս ոչ մի պետություն, բայց Հայաստանը այդ կազմակերպության անդամ է դարձել 2020 թվականի հուլիսին։ Միգուցե սա է պատճառը, որ Չինաստանը փոխում է իր քաղաքականությունը Ադրբեջանին նախընտրելով Հայաստանից։ Բնականաբար սա կարող է լինել պատճառ։ Բնականաբար այս ամենի հետևից պետք է գնալ հասկանալու համար, թե որն է Չինաստանի քաղաքականության փոփոխության պատճառը։ Բայց այն, որ Ադրբեջանը լայնորեն զինվում է, նա արդեն չի թաքցնում, եւ ավանդական շուկաներին գալիս են համալրելու, ոչ թե փոխարինելու, համալրելու նոր շուկաներ, եւ այդտեղ Չինաստանը զարմանալիորեն տեղ է զբաղեցնում։ Սա բնականաբար Հայաստանի արտաքին քաղաքականության բաց թողում է, եւ կարծում ենք ժամանակն է եկել, որպեսզի Հայաստանը դուրս գա այդ խարտիայից, քանզի այն վնասից բացի ըստ էության ոչինչ չի տալիս Հայաստանին եւ հայ ժողովրդին։ Մենք ոչ մի գործ չունենք ուйգուրների իրավունքների պաշտպանության հետ, քանզի մենք ունենք արցախայության իրավունքների պաշտպանության հարց։ Արցախայության Արցախ վերադարձի խնդիր եւ այնինչ կկատարվի ուйգուրների հետ, մեղմ ասած, այդքան էլ մեզ չպետք է հետաքրքրի։ Հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, թե ինչ ծագում ունեն ուйգուրները եւ ինչպիսի առնչություն մեր հարևան առնվազն երկու պետության հետ։ Հիշեցնեմ, որ մի ժամանակ Թուրքիան ակտիվորեն աջակցում էր ուйգուրներին, հանդես էր գալիս նրանց պաշտպանության հայտարարություններով, բայց ի վերջո Չինաստանը բարեկամաբար խորհուրդ տվեց Թուրքիային կենտրոնանալ սեփական խնդիրների վրա, որոնք առանց այն էլ այդքան շատ են Թուրքիայի հանրապետության ներսում։ Հիմա ժամանակն է, որ մենք եւս հայտարարենք, որ դուրս են գալիս այդ խաղացից, քանզի ինչպես արդեն ասեցի, վնասից բացի դա ըստ էության ոչինչ չի տվել Հայաստանի հանրապետությանը։ Սպասենք տեսնենք, թե արդյոք ականջալուր կլինեն պատասխանատու մարմինները մեր այս հայտարարությանը եւ ինչպիսի քայլեր կձեռնարկվեն Չինաստանի հետ հարաբերությունները վերականգնելու, հայ-չինական նաեւ ռազմատեխնիկական համագործակցություն զարգացնելու համար։ Եթե Չինաստանը Ադրբեջանի հետ գնում է ռազմատեխնիկական համագործակցության եւ զենք է վաճառում Ադրբեջանին, ապա մեծ հավանականությամբ տևական եւ համառ աշխատանքի արդյունքում Չինաստանը կհամաձայնվի նաև զենք վաճառել Հայաստանի Հանրապետությանը, դրանով մենք կփորձենք գոնե վերականգնել ուժերի բալանսը մեր տարածաշրջանում։ Մյուս թեման, որին ցանկանում եմ անդրադառնալ, Մերձավոր Արևելքի հետ է կապված։ Լիբանանում Իսրայելի ունեցած պլանները կարող են խախտվել։ Վերջին օրերին Լիբանանում հարավը ենթարկում է իսրայելական օդուժի հրետակոծությանը։ Եվ ահա Լիբանանի պաշտպանության բանակի հրամանատարն է հայտարարությամբ հանդես եկել քննադատելով այս գործողությունները եւ նաեւ կոչ անելով դադարեցնել Լիտանի գետից հարավ Հեզբոլայի ուրեմն դիրքերի ուղղությամբ կատարվող գործողությունները եւ զինաթափման աշխատանքները։ Այն, որ Լիբանանի բանակը եւ Հեզբոլան մեղմ ասած բարեկամ չեն, դա բոլորին է հայտնի։ Բայց Իսրայելի քաղաքականության եւ ավիահարվածների արդյունքում ըստ էության երեկվա ոչ բարեկամները կարող են դառնալ դաշնակից։ Ինչպես գիտենք, Լիբանանը բավականին բարդ կառավարման համակարգ ունեցող պետություն է։ Լիբանանում քաղաքացիական պատերազմը հնարավոր եղավ դադարեցնել միայն ազգամիջյան համերաշխության եւ միջազգային համերաշխության հաստատման շնորհիվ։ Հեզբոլլահը միշտ էլ խնդիրներ ունեցել է Լիբանանի բանակի հետ։ Միշտ էլ Լիբանանի բանակը չի խառնվել օրինակ
Հեզբոլայի եւ Իսրայելի միջև պատերազմներին, բայց այս անգամ սա եզակի դեպքերից է, երբ Լիբանանի պաշտպանության նախարարը հանդես է գալիս Իսրայելի քննադատությամբ եւ կոչանում դադարեցնել զինաթափման գործընթացը։ Օրեր առաջ էլ Լիբանանի նախագահն էր հայտարարել, որ իրենք հրաժարվում են զինաթափման գործընթացից, քանզի դա առանց արյուն հնարավոր չէ իրականացնել, իսկ զենքի ուժով առավել եւս հնարավոր չէ զինաթափել Հեզբոլային։ Ստացվում է, որ երեկվա ոչ բարեկամները դառնում են դաշնակից։ Սա լրջագույն խնդիր կարող է բերել Իսրայելի համար Լիբանանում։ Սա կարող է բերել Լիբանանի ներքին ուժերի կոնսոլիդացիայի, ինչը բնականաբար չի բխում Թել Ավիվի շահերից։ Հիմա սպասենք տեսնենք, թե այս հայտարարություններից հետո Իսրայելը կշարունակի արդյոք ավիահարվածներ հասցնել Լիբանանի հարավին, թե ոչ։ Բայց մի բան ակնհայտ է, հարվածները ակնհայտորեն օգուտ չեն տալիս։ Ավելին, հարվածները կարող են ստիպել Հեզբոլային սկսել ակտիվ գործողություններ Իսրայելի դեմ, իր թիկունքում համենայն դեպս չունենալով Լիբանանի բանակի ոչ բարեկամական գործողությունների վտանգը։ Ինչևէ, սպասենք տեսնենք, թե իրադարձություններն այստեղ եւս ինչպես են զարգանալու։ Եվ վերջին թեման, որին ցանկանում եմ անդրադառնալ, Միացյալ Նահանգներ Եվրոպական միություն հարաբերությունների հետ է կապված։ Այն, որ Եվրոպական միությունը վաղուց արդեն միատար չէ, մենք բազմիցս ենք համոզվել։ Բայց այն, որ Միացյալ Նահանգների կողմից Եվրոպական միության նկատմամբ վարվող քաղաքականությունն էլ կարող է լինել ոչ միատար, սա արդեն նորություն էր մեզ համար։ Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգների պնդմամբ առաջին հերթին Գերմանիան հրաժարվեց ռուսական էներգակիրներից, ըստ էության լուրջ հարվածի տակ դնելով սեփական տնտեսությունը։ Բայց պարզվում է, այնինչ չի կարելի Եվրոպական միության տնտեսական շոկեքաշ համարվող Գերմանիային տնտեսությունը փրկելու համար հնարավոր է եւ կարելի է Հունգարիային։ Հունգարիայի վարչապետ Օրբանի հետ Տրամպը հանդիպել է եւ ի վերջո կողմերը եկել են այն եզրահանգման, որ Օրբանը կարող է շարունակել նավթ եւ գազ ձեռք բերել Ռուսաստանի Դաշնությունից։ Դա նշանակում է, որ Հունգարիային զուգահեռ ըստ էության Սլովակիան եւս շարունակելու է նավթ եւ գազ ձեռք բերել Ռուսաստանի Դաշնությունից։ Հաշվի առնելով, որ Չեխիայում են տեղի ունեցել փոփոխություններ եւ չեխական նոր ղեկավարությունը եւս հանդես է գալիս Ուկրաինային չօգնելու դիրքերից, մեծ հավանականությամբ Չեխիան եւս կարող է վերականգնել ռուսական էներգակիրների ձեռքբերումը։ Իսկ ինչ վերաբերում է Գերմանիային, ապա վերջինիս տնտեսությունը գնալով անկում է ապրում, եւ սա բերելու է բավականին լուրջ սոցիալական ընդվզումների։ Գերմանիան չկարողացավ իր տնտեսությունը պահպանել, տրվելով Միացյալ Նահանգների կողմից սպառնալիքներին եւ շանտաժներին։ Հիմա արդեն գերմանական ղեկավարությունը նշում է, որ իրենք պետք է գազ ձեռք բերեն ուշադրություն Միացյալ Նահանգներից մի քանի անգամ ավելի թանկ գնով տնտեսության եղած հնարավորությունները գոնե պահպանելու համար։ Սա լուրջ վտանգ է Եվրոպական միության համար, սա լուրջ վտանգ է Եվրոպական միության միասնության համար։ Սա ցույց է տալիս, որ աշխարհաքաղաքական այն գործողությունները եւ գործընթացները, որոնք տեղի են ունենում Եվրոպայում եւ առհասարակ Եվրասիա մայրցամաքում, ամենևին էլ չեն ընդունվում Եվրոպական միության պետությունների կողմից միաձայն։ Օրբանը այդ քաղաքականության օրինակն է։ Ֆիցոն, Սլովակիայի վարչապետը այդ քաղաքականության օրինակն է։ Կարծում ենք շատ այլ երկրներ եւս շարունակելու են հետևել Հունգարիայի եւ Սլովակիայի օրինակին եւ իրենք եւս փորձելու են ալտերնատիվ աղբյուրներ գտնել էներգակիրներ ձեռք բերելու համար։ Ինչպիսի աշխարհաքաղաքական իրավիճակ էլ որ չձևավորվի, միակ էժան տարբերակը ձեռք բերելու այդ էներգակիրները շարունակում է մնալ Ռուսաստանը։ Մերձավոր Արևելքից Սիրիայով, Թուրքիայով կառուցումը գազատարի եւ նավթատարի բավականին լուրջ ծախսեր է պահանջում եւ երկարամյա տևողություն։ Սա բնականաբար չի տեղավորվում Եվրոպական միության ղեկավարության պլանների մեջ։ Կարճաժամկետ լուծումներից մեկն էլ մի քանի անգամ թանկ Միացյալ Նահանգներից եկող հեղուկ գազի գնումն է, որը ոչ մի դրական արդյունք չի տալու Եվրոպական միության տնտեսությանը։ Մյուս կողմից չինական տնտեսական էքսպանսիան Եվրոպական միությունում արդեն իրենց զգացնել է տալիս։ Չինական արտադրության մեքենաները արդեն սկսել են արտադրվել Ավստրիայում եւ եվրոպական մի շարք երկրներում։ Սա արդեն Եվրոպական միության ավտոմոբիլաշինության համար չար երազի է նմանվում։ Ինչևէ, սպասենք տեսնենք, թե իրադարձությունները այստեղ եւս ինչպես են զարգանալու։ Այս թեմաներն են, որոնց այսօր ես ցանկացա անդրադառնալ, այսօր այսքանն է, շնորհակալություն, կհանդիպենք եթերում։